Եվ այսպես Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ պաշտոնական այցով Հայաստանում է։ Նախագահական նստավայրում նախ կայացել է վարչապետի և փոխնախագահի առանձնազրույցը, իսկ րոպեներ առաջ մեկնարկել է համատեղ հայտարարությունը։ Secretary of the Security Council. Good to see you. Nice to see you. Like Wednesdays. Minister of Foreign Affairs. Hello. Thank you. Deputy Minister of Foreign Long Affairs. time. Ambassador. These guys were at the airport. Good to see you. Yeah. What's up, man? All right. Hey, good to see you. Head of the Foreign Department of the Prime Minister's office. Great. Thank you. National Security Advisor. REA, he has many jobs. I don't even know what they are. Jacob Helber, he's Deputy Secretary of State. And John. You see John? Are you Armenian, John? No. Okay. All right. Yeah. And then our Secretary, yeah. Excellent. Okay. Thank you, guys. Հանդիպանը զուգահեռ արցախցիները բողոքի ակցիային անցկացրել նախագահական նստավայրի մոտ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով, հայտարարել են, որ պարտավոր են հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ազատ արձակվեն, շատ կարևոր է, որ նրանք լինեն Հայաստանում եւ այս առումով ես վստահ եմ, որ ամերիկյան կողմը կարող է իրապես քայլեր ձեռնարկել, եթե հիշում եք օգոստոսի 8-ի այդ հանդիպմանը Վաշինգտոնում, հենց Միացյալ Նահանգների նախագահը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսեց, որ եթե ինքը ուղերձ հղի Իլհամ Ալիևին, Իլհամ Ալիևը ամենայն հավանականությամբ դա չի մերժի, շատ կարևոր է, որ այդ ուղերձը լինի եւ շատ կարևոր է, որ Բաքու այցի ժամանակ փոխնախագահ Վենսը հստակ պահանջ դնի եւ հնարավորինս սեղմ ժամկետներում մեր բոլոր հայրենակիցները վերադառնան։ Ադրբեջանում գտնվող հայրենիները բոլորը հանդես են գալիս որպես քաղաքական պատանդներ առաջինը, երկրորդը այսպես կոչված դատական գործընթացը ավարտվել է խայտարակ ինչ-որ դատավճիռներով, բայց հետաքրքիրը նա է, որ սրանից հետո գալիս է երկու հնարավորություն, որոնք անպայման պետք է օգտագործվեն։ Առաջինը պետք է դիմել մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ երկրորդը Հայաստանի Հանրապետության իշխանությունը կարող է դիմել Ադրբեջանի իշխանություններին, որոնք դեպ միջազգային իրավունքի բազմաթիվ հանցագործություններ են գործել, բոլոր դեպքերում կարող է դիմել մեկ միջազգային պրակտիկայում ընդունված քայլի գնալու, այն է արդեն դատապարտված այդ անձանց տեղափոխեն Հայաստան եւ Հայաստանում արդեն ըստ այն բոլոր նորմերի միջազգային իրավունքի եւ պետական օրենքների կարողանան կամ շարունակեն իրենց պատիժը կրելու կամ եթե արածը այդ անձանց կողմից չի ենթարկվում եւ հանցագործություն չի համարվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, ապա նրանք կարող են անշուշտ ազատության մեջ հայտնվել։ Իսկ ավելի վաղ Արցախի նախկին մարդու իրավունքների պաշտպանները Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով նամակ են ուղարկել փոխնախագահ Վենսի գրասենյակ։ Նախկին ՄԻՊ Գեգամ Ստեփանյանը գրել է, որ Արտակ Բեգլարյանի հետ պատրաստած նամակով փոխնախագահի ուշադրությունն են հրավիրում ոչ միայն պատանդների խնդրին, այլև անհետ կորածների ճակատագրին, որը մեր հանրության ու կորածների հարազատներին հուզող առանցքային հարց է։ Նամակում նշվում է, որ մինչև քաղաքական համաձայնագրերը նախաստորագրվում են հարյուրավոր հայ ընտանիքներ, որոնց հարազատներն անհետ
մահմետացել են 2023-ին, 2020-ին, 1990 թվականներին ադրբեջանական ագրեսիաների ժամանակ շարունակում են մնալ տանջալից անորոշության մեջ։ Անհետ կորած անձանց հարցում Բաքվի կողմից համագործակցության մշտական բացակայությունը երկրորդական խնդիր չէ։ Այն տարածաշրջանային լարվածության հիմնական աղբյուրներից է եւ հարազատների ճակատագիրն իմանալու մարդու հիմնարար իրավունքի կոպտագույն խախտում։ Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել անհայտ ճակատագրերի հիմքի վրա։ Մենք խնդրում ենք, որ ԱՄՆ վարչակազմը ստանձնի առաջամարտիկի դեր հետևյալ հարցերում, նշվում է նամակում։ Նաև բարձրացվում է Բաքվում դեռևս բանտարկված 19 հայի հրատապ խնդիրը։ Նրանց շարունակվող գերությունը, որն ուղեկցվում է շինծու դատավարություններով եւ հենց այս ամսում կայացված ցմահ դատավճիռներով մարդասիրական հստակ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարվի, նշում են պաշտպաններն ու հորդորում անհետ կորածների հարցի լուծումն ու գերիների ազատ արձակումը Բաքվում դարձնել առանցքային քննարկումների թեմա։ Ի դեպ, Վենսը Երևանից մեկնելու է Բաքու։ Փոսերն ավազի պատճառով են շատացել, քաղաքապետն է հայտարարել գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Տիգրան Ավինյանը կոչ է արել արագացնել հարցի լուծումը։ Զեկուցվել է, որ ընդհանուր մոտ 15 օրում ամբողջ աշխատանքները քաղաքում կավարտվեն։ Հանգստյան օրերին էլ կսկսվեն բուն փոսալցման աշխատանքները։ Ծնամակրման աշխատանքներից հետո առաջացած մեծ ծավալով ավազ կա փողոցներում, ուզում եմ այդ գրաֆիկն էլ ներկայացնել։ Բան քաղաքապետ այս պահին իրականացնում է մեծածավալ աշխատանքներ այդ ուղղությամբ, քանի որ ձմեռվա աշխատանքների ժամանակ ընդհանուր օգտագործվել է մոտավորապես 12,000 քվadrat հաղի եւ ավազի խառնուրդ, բնականաբար դրանից հետո դրա մեծ մասը մնացել է փողոցներում եւ յուրաքանչյուր օր կոնկրետ վարչական շրջանում մոբիլիզացվում են ամբողջ ամենքային հիմնարկի տեխնիկական ուժերը, ինքնաթափերը եւ տրակտորներ եւ դրանց միջոցով իրականացնում ենք մաքրման աշխատանքներ, ընդհանուր մոտ 15 օրում ամբողջ աշխատանքները քաղաքում կավարտենք։ 15 օր։ Այո։ Եվ հաշվի առնելով, որ այս տարի մեծ ծավալի աղ ենք օգտագործել, նաև դա բերել է իր խնդիրները ճանապարհների հետ կապված, եւ մենք ունենք մեծ ծավալի փոսալցման աշխատանքներ, պարոն Թևոսյան, խնդրեմ դուք ներկայացնեք ինչ է այս պահին արվում այս եղանակային պայմաններում։ Պարոն քաղաքապետ, այս պահին արդեն 4 անգամ տեղային լուծում ենք փորձել տալ քաղաքում եւ շաբաթ-կիրակի օրերին կսկսենք բուն փոսալցման աշխատանքները, դա է հիմնական։ Եվ այս ընթացքում կարծում եմ ծավալի տեսանկյունից մենք ավելի ինտենսիվ պետք է աշխատենք, պարոն Թևոսյան, որովհետեւ իրապես ծավալը ամբողջ քաղաքով մեծ է, հաշվի առնելով այո հասկանում ենք, որ ձնամաքրման աշխատանքների եւ աղի հետևանք է, բայց ամեն դեպքում պետք է մաքսիմալ արագացնենք։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ ՏԿ-ն գործընկերներն էլ մեզ աջակցելու են այս հարցում եւ հետեւաբար խնդրում եմ նաեւ գործընկերների հետ ցանկը համաձայնեցնել, որտեղ նաեւ իրենց ներդրումը կունեն։ Եվ այսպես Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը Երևանից մեկնել է Բաքու, մինչև այդ օդակայանում լրագրողների հարցին պատասխան փոխնախագահը հայտարարել է, որ Ադրբեջանում հանդիպումների ընթացքում կարծրացի հայ գերիների ազատ արձակման հարցը։ Դա անկասկած կքննարկվի, մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե այստեղ վարչապետի, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեք լսեցի վարչապետի խոսքը, նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է, հաշվի առնելով թե որտեղ ենք այժմ, համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք անշուշտ կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող գործակցությունը թե Ադրբեջանի, թե Հայաստանի հետ, ասել է Վենսը։ Փոխնախագահը նաև պարզաբանել է աղմուկ հանած ներդրումների հարցը։ Կառուցվելու է շատ մեծ տվյալների կենտրոն, որտեղ ընդհանուր ներդրումները կարող են հասնել 4 միլիարդ դոլարի։ Վենսը կարծում է Հայաստանում այդ նախագիծը կարող է ներգրավել ընդհանուր 4 միլիարդ դոլարի ներդրում։ Իսկ առավոտյան փոխնախագահը տիկնոջ հետ այցելել է հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Պաշտոնյային ուղեկցել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը։ Ջեյդի Վենսը ծաղկեպսակ է դրել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարել անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին։ ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։ Վենսի խոսնակը գրառում է կատարել հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի վերաբերյալ։ Նա նշել է
X-ի միկրոբլոգում։ Ցեղասպանության թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում փոխնախագահը գրել է. «Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով մենք պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան եւ Հայաստանը միասին ձգտեն խաղաղության եւ փոխըմբռնման ապագայի», գրել է նա։ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ թրիփ նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը, հայտարարել է փոխարտգործնախարարը։ Միխայել Գալուզինն ասել է, որ Թրամփի ուղու վերաբերյալ իրենց դիրքորոշումն արդեն սահմանել են։ Հայ-ամերիկյան նախաձեռնության մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Գալուզինը հիշեցրել է, որ Հայաստանի երկաթուղային ցանցը մինչև 2038 թվականը կառավարելու է ռուսական երկաթուղիների դուստր ընկերությունը։ Երկիրն օգտագործում է ռուսական երկաթուղային գիծը, իսկ Իրանի հետ սահմանին տեղակայված են ռուս սահմանապահներ։ Հարկավոր է հաշվի առնել նաև Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Այս պայմաններում ակնհայտ է, որ մեր գործընկերները չեն կարող առանց Ռուսաստանի, ասել է նա։ Ազգային ժողովի նախագահն է արձագանքել ռուս պաշտոնյային լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաշարժը չի սահմանափակվում միայն թրիփի շրջանակներով։ Թրիփի հետ կապված նմանատիպ մեխանիզմը շատ վաղուց մեր սեղանին կար, մենք քննարկել ենք։ Այլ հարց է, որ Միացյալ Նահանգների հետ դա ստացվել է եւ դա խաղաղության շրջանակներում հիմնակար է եղել շնորհիվ ԱՄՆ նախագահի, հայտնել է Ալեն Սիմոնյանը։ Ազգային ժողովի նախագահը չի բացառել, որ մասնակցության տարբերակը կարող է դիտարկել ամերիկյան կողմը, իհարկե հայկական կողմի համաձայնությամբ։ Ի վերջո Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է կենտրոնանա թրիփի վրա։ Դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք ո՞նց եք դա միևնույն ժամանակ, եթե չեմ սխալվում, Գալուզինը այսօր ձեր գործընկերներից մեկը ինձ ասել է, որ մենք այնտեղ չենք կարող, մենակ մենք պետք է, ինչ որ մենաշնորհային բան է, ասել, ինչ ձևակերպում։ Հա, ինչ որ բայց ինչ որ ասել է դա մեր այլընտրանք չունի, այո, այլընտրանք չունի։ Ժողովուրդ, չի կարա դա հայ-ամերիկյան կազմակերպություն է, բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն տրիպի սահմաններում տեղաշարժվելը։ Հիմա ենթադրենք, որ ալյուրը գալիս է կամ ցորենը գալիս է կամ նավթամթերքը գալիս է, ինքը տրիպի շրջանակներում չի գալիս, չէ՞։ Ճիշտ եմ, չի գալի։ Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը եւ քննարկի իրancs հետ եւ շահագործի, այսինքն գալ ինչ որ տենց բանի մեջ մտնելու ես ձեզ ասեմ, այդ տրիպի հետ կապված այդ նմանատիպ մեխանիզմը ինքը նաև, ասենք, շատ վաղուց մեր սեղանին կա, մենք քննարկել ենք, այլ հարց է, որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է եւ դա խաղաղության շրջանակներում նաև ոնց որ հիմնակարը հանդիսացել շնորհիվ ԱՄՆ նախագահի եւ այդ ամենահիմնական բանն է դա ստացվել է։ Նա ինքը թող վերջացնի։ Այդ դեպքում ինչու է շարունակում իրենց կողմից այս հայտարարությունը։ Դե քաղաքականությունը դա է։ Որ համաձայնություն չէ գալիս։ Չէ, քաղաքականությունը դա է, որ ես եմ մի բան ասում, մյուս կողմն է մի բան ասում, հետո մենք մեր ասածները դնում ենք սեղանի շուրջ եւ ինչ որ քննարկումներ ենք ունենում եւ գտնում ենք ոսկե միջինը, բայց նորից եմ ասում, ես անձամբ իմ դիտակետն է, իմ կարծիքն է, ես չեմ հասկանում, որ Ամերիկայի կարող են համաձայնության։ Ես չգիտեմ, Ամերիկան թող իր մասնաբաժինի մասով կարող է միգուցե համաձայնություն փորձի գա, բայց էլի մեր հետ քննարկելով, մի խոսքով իմ համար դա չեմ պատկերացնում, ու նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ այդ միակ ճանապարհը չի, որ Հայաստանի մեջով անցնում է, անցել է կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կա, որի օրինակը ես բերեցի։ Այսօր գործում է այդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստվում ենք պայմանական ապրանք ուղարկենք իրան, եկեք մի հատ հա, միտեղ կա, այդքան մենք էլ մտնենք բան։ Անեիք 100 տարի աստեղ եք։ Անեիք։
Եվ այսպես այնինչ կատարվել է օգոստոսի 8-ից հետո ապացուցում է, որ խաղաղությունը հաստատված է։ Դա չի նշանակում, որ կոնֆլիկտի հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, բայց կան նախադրյալներ։ Վարչապետն է հայտարարել ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ։ Ընդդիմությունը չի մասնակցել, բայց նրանց կողմից հատկապես J.D. Vance-ի այցի վերաբերյալ հայտարարությունների մասին հարցեր ուղղել են իշխող ուժից։ Վարչապետը մեկնաբանել է օրակարգը։ Շատ չեն լինում այդպիսի հագեցած օրակարգերով այցերը։ Ինչ է եղել օրակարգը, եղել է թրիփը, եղել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված 3 մեր մտադրությունների հուշագիրը։ Հիշում եք այն ժամանակ էլ ասում են, հա դե մտադրությունների հուշագիրը։ Հետո ես էլ ասում եմ դրա համար, որ հետագայում նաև դրանց հիման վրա process-ներ տեղի ունենան։ Ընդ որում թրիփի շրջանակներում քննարկվել է հնարավոր էլեկտրաէներգիա, էլեկտրական հաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, երկաթուղային, ես անկեղծ ասած հիմա ուզում եմ հիշեմ ծավալով, ավելի մեծ ծավալուն քննարկումներ, նկատի ունեմ տնտեսական և քաղաքական երբեմն վերջին անգամ ունեցել։ Անվտանգային էլ չեմ ասում, որ առաջին անգամ ընդ որում այսպիսի բան հաճախ չի լինում, որ Միացյալ Նահանգները հենց այցի ընթացքում պաշտոնական ցույց է դրվում, որ ժամանակակից, ամենաժամանակակից հետախուզական տեխնիկան է մատակարարվում Հայաստանի Հանրապետությանը, բայց սա ինչի մասին է։ Սա նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է, այսինքն այդ մի բանը անօթաչու թռչող սարքը ցույց տալու իմաստը ո՞րն էր։ Ցույց տալու իմաստը այն էր, որ ճանապարհը դա ըստ էության Հայաստան Միացյալ Նահանգներ ռազմատեխնիկական համագործակցության կանաչ լույսն է։ Ինչ վերաբերվում է, գիտեք ինչ, մենք մի անգամ չենք ասել, որ մենք մեր ձեռքերը կկտրենք ընտրությունների, դա ում մասին են խոսում, ես ուզում եմ հասկանամ, ում մասին են խոսում։ Այսինքն 2018 թվից հետո Հայաստանում քանի ընտրություն է կեղծվել, քանի լսեք, Երևան քաղաքում ընտրությունների արդյունքները վճռվել է 70 թե 120 քվեաթերթիկի վրա։ Այդ ասողները այդ 120 քվեաթերթիկը կուտեին ուղղակի։ Նրանք ովքեր մեզ ասում են, որ մենք բան ենք անում, որ մենք ընտրություն կարող է կեղծենք, նրանք ոչ միայն կուտեին, այլև տենց հազարավոր քվեաթերթիկներ կերել են այդ մարդիկ։ Հիմա եկել են ինձ ասում են, որ մենք պատրաստվում ենք ընտրություն կեղծել։ Ատոմակայանի հետ կապված, ես արդեն ասացի, որ մենք այն որ մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Այսինքն, հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմային կայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Կորեա, Հարավային Կորեա եւ Չինաստան։ Եվ Միացյալ Նահանգներն էլ ակնհայտորեն արդեն 1-2-3 համաձայնագիրը ստորագրեց ԵՄ-ի ներդրումներից այս պահի դրությամբ մենք 900 միլիոն եվրոյի ունենք ծրագրեր եւ առաջիկայում այդ ծրագրերը կավելանան։ Եվ նաեւ իդեպ հյուսիս-հարավի Սիսիան Քաջարան հատվածի կառուցման գործում է այս ծրագրի այս փաթեթի շրջանակում ներդրումներ տեղի կունենան եւ այլն եւ այդպես շարունակ։ Վարչապետը խոսել է երկու մրցակցող նախագծերի մասին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման համար, եւ այդտեղ շատ հստակ ասել է, որ մենք հստակ շահառու ենք եւ այդ մի քանի կիլոմետրը պետք է ինչքան հնարավոր է շուտ վերականգնվի, վերակառուցվի, որպեսզի մենք հնարավորություն ունենանք աշխարհին բոլորին, այդ թվում Ռուսաստանին, Արևելքին, Արևմուտքին, Հյուսիսին, Հարավին ենթակառուցված կառաջարկել ապրանքափոխադրումների համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է պատգամավոր Արման
Եղոյանը։ Դիտարկմանը, որ Ռուսաստանից դեռ պատասխան չկա, թե արդյոք իրենք կվերակառուցեն երկաթուղին, Եղոյանը նշել է, որ դրա համար եւս ողջամիտ ժամկետ է պետք։ Գերնպատակը այդ երկու հատվածների վերակառուցումն է, ոչ թե կռիվը, վեճը, բանավեճը եւ այլն։ Այստեղ մեր գեր նպատակը այդ երկու հատվածների վերակառուցումն է, ոչ թե կռիվ, վեճ, բանավեճ, չանածեցել եւ այլն, այլ այդ մի կողմից 2-3 կիլոմետրն, մյուս կողմից ավելի կարճ վերակառուցելն է։ Դրա համար ինչ որ պետք է մենք անելու։ Պարոն Եղոյաննեք հատուկ շեշտվելու է, որ թե դա ինչ ստանդարտներով է վերանորոգվելու։ Նախ Ռուսաստանն ինչ ստանդարտներով է վերանորոգվելու։ Դե ինքը երկաթգիծը արդեն իսկ ունի որոշակի ստանդարտ, այսինքն երկաթգիծը ինքը տեղով, մեր հին երկաթգիծը, դա եթե չեմ սխալվում նույնիսկ դանդաղ է գնում, պետք է ինչ-որ արևմտյան չափանիշ լինի, որ արագ գնա։ Արևմտյան չէ, եկեք երկու բան իրար չխառնենք, էլի, արևմտյան չափանիշների մեջ էլ կան բազմաթիվ տարատեսակներ, TGV-ից սկսած 300 կմ/ժ արագությամբ գնացողից մինչև այլ արագություններ, բայց երկաթգիծը ինքնին ունի արդեն իսկ մի որոշակի ստանդարտ, որտեղ կառուցվել է մի որոշակի ձևով։ Այո, արագությունը մեծացնելու համար, ես մա տեխնիկայի մեջ չեմ ուզում մտնեմ, կա ձև, այդ բաները, շպալերը ոնց են ասում։ Չէ, ռեսերի տակի փայտերը, փայտը փոխարինվում է բետոնով եւ այլն, արագությունը դրա հաշվին կարա աճի, այո, իհարկե, այդ մոդեռնիզացիան վարշապետը ասեց, մոտավորապես 200-300 միլիոն դոլարի մասին է խոսքը այդ մոդեռնիզացիայի, այո, դա պետք է տեղի ունենա, որովհետեւ այսօրվա աշխարհում եւ ընդհանրապես բանում, հա, վարշապետն է ասել, ոչ թե ես ասեմ։ Հա, 200-300 դոլարի, որպեսզի արագություն ապահովվի հնարավոր այս երկաթգծի պայմաններում հնարավոր առավելագույն արագություն։ Այդ երկու ուղղությամբ պետք է այդքան գումար ներդրվի, թե ինչ երկու ուղղությամբ։ Ես կրկնում եմ, ես նորից եմ կրկնում։ Ես չեմ ասում, եկեք ձևակերպումների մեջ ճիշտ, ոչ թե պետք է ներդրվի հեսա փաստաթուղթը վաղը ստորագրվում, այլ որպեսզի վերակառուցվի կետ 1 երասխի 2-3 կիլոմետրանոց բացակայող հատվածը, ախուրիկի էլ ավելի կարճ բացակայող հատվածը եւ մնացած ամբողջ 100 քանի կիլոմետրը մոդեռնիզացվի, արկա հատվածը մոդեռնիզացվի, ահա ծախս 1 գումարած ծախս 2 գումարած ծախս 3 հին թվարկած, անում է մոտավորապես 200-ից 300 միլիոն դոլար։ Շարունակենք, 27 տարին դրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովն ընդունել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։ Կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել, 5 ձեռնպահ է եղել։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի փոփոխություններով 27 տարին դրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք, գումար վճարել եւ կատարելու Հայաստանի արչեւ ունեցած իրենց պարտքը։ Ելույթում նախարարն անդրադարձել է պաշտպան հայրենիացին, նաեւ ընդդիմության մտահոգություններին, թե մի շարք ծրագրերով ստեղծվում են անհավասար պայմաններ։ Սիրելի ընդդիմություն, երբ խոսում եք հավասարությունից, այո, բանակում շատ կարեւոր է օրենքի առաջ բոլորի հավասար լինելը։ Բայց բանակում շատ կարեւոր է, որ մարդիկ իրենց աշխատանքի, իրենց պատրաստության մակարդակին համապատասխան բավարարում ստանան, գումար ստանան։ Մենք չենք կարող ոչինչ չանող, պարզապես համազգեստ հագնող մարդուն ու պատրաստականության բարձր աստիճան ունեցող զինվորականին հավասար կերպով նայել։ Բայց ինչպես ընդգծենք, որ մեր քաղաքականությունը եւ մեր իդեալը լավ զինվորականն է։ Հիմա հարց է բարձրացվում թիկունքային աշխատողը ինչի է ավելի պակաս ստանում կամ քան հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման զինվորները։ Ռիսկայնությունը, պարոն Մանուկյան։ Կյանքի հետ կապված ռիսկերով պայմանավորված։ Ֆիզիկական պատրաստվածության մակարդակով պայմանավորված։ Համակարգերը, մեխանիզմները այսօր հավասարապես ստեղծված են բոլորի համար։ Բոլորի համար։ Ու չի կարող լինել այսօր բանակում մեկը, ով ասի ես ունեմ բարձր պատրաստվածություն, բայց այսօր ես չեմ գնահատվում, ես չեմ վարձատրվում։ Չկա նման բան պարզապես։ Ձեր սիրած թեման, իդեպ մեր վերջին հրապարակումից հետո, քանի որ դուք շարունակելու եք խոսել մինչև
մենք ամբողջությամբ եւ հագուստը կփոխենք եւ ձեր սիրելի բատինկաները, բայց ես ձեզ կարող եմ ցույց տալ նատոական բանակում նույն կոշիկները, տարբեր տեսակի կոշիկները, գունային տարբեր երանգներ են ունենում, բայց մեր նոր համակարգով բոլորը միանման են լինելու, միագույն են լինելու։ Եվ հուսամ դուք դա տեսել եք եւ առաջիկայում առիթ կունենանք նաեւ ավելի հանգամանալից եւ ավելի հիմնավոր դա ձեզ ցույց տալու եւ մեր հանրության դատին հանձնելու։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ մենք ճիշտ ընկալենք ինչ է իրենից ներկայացնում Պաշտպան հայրենյաց ծրագիրը եւ ըստ էության համակարգը։ Սա դառնում է մեր բանակի համար լրջագույն հենարան եւ սա մի ուրույն միավոր է, մի ուրույն փաղանգ է, որը դառնալու է մեր բանակի հենասյունը ու դառնալու է մեր բանակի պայմանագրային համալրման ամենակարևոր խողովակը։ Սա խողովակ է, որը կապում է պարտադիր ժամկետային զինծառայությունը պրոֆեսիոնալ պայմանագրային ծառայության հետ։ Եվ քանի որ մեր տեսլականն է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, բայց միևնույն ժամանակ չհրաժարվել ժամկետային ծառայությունից, մենք կարողանում ենք ստեղծել միմյանց փող լրացնող այս կարևոր համակարգը։ Հունիսի 7-ին ազգային ժողովի հերթական ընտրությունն է։ Նոր Հայաստան հեռուստաընկերությունը հավասար պայմաններ է ապահովելու թեկնածուների եւ մասնակցող կուսակցությունների դաշինքների համար։ Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար հեռուստաընկերությունում եթերաժամի 1 րոպեի սակագինը 15,000 դրամ է, ներառյալ հարկերը։ Շարունակենք, քննչական կոմիտեն հրապարակել է վաղաշաբաթի ընտրություններին առնչվող ձայնագրություններ, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025-ի նոյեմբերի 16-ին վաղաշաբաթ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում հաղթանակ կուսակցությունների դաշինքի ավականու ցուցակում ընդգրկված ՍԴ-ն, ՆՕ-ն եւ նույն դաշինքի աջակիցներ ԱԱ-ն եւ ՄՄ-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 6 մարդ ձերբակալվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար։ Նրանց բնակության հասցեներում եւ կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր։ Հիշեցնեմ, առավոտյան հաղթանակ դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը Facebook-ի էջում գրառում էր արել, պնդելով, թե վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել վաղաշաբաթի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ։ Սակ, կարազանգես են մխվենց, զանգա դրանց ընգեր են գագոն կավեն վարսավի որ կարեմ էր կողքի շենքից, դրանց ընգերն էր, չէ, ասա միատ զանգա քյուգետ գագոին, ասա միատ զանգա հորդ, մորդ, ասա ուրիշի չետակ ընտրեք մի ամիտ։ Բայց գագոն ստեղ չի ախտար։ Հա ստեղ չի թո զանգի հորնում որ ինչ կապում։ Հենց տոր ես բխոյ հետ է, հենց մի եկող։ Հենց հիմա զանգի ասա, հենց հիմա ախպոր պես շուտարեք զանգի գագոն, թո զագագոն զանգի ստավ։ Շուշուտելի մենա։ Աշոդը կարող է թե նրանց Ինչ աշոտ։ Ձեր։ Հե։ Կալոնկա սարքողը։ Չէ, ախպեր, վայգեն բանեք սա Սևագին են դրա։ Նոր է զանգի։ Ես իրանց տունը խոսացել եմ, դե նվարտնա, բաննա, սա, վայգնա, կնիգնա, բան, սա։ Ասում ենք Սևագին ենք ընդրել Գալստյանի խաթր հենց։ Այս օրաշը բխել։ Ինքը նայա, կարող է գիտես ինչ անի։ Ինքը պետական աշխատող է։ Կարող է 2 հաղ աղաջողում ես, դու էլ գործ ունես։ Ապա դեսի դա մի ոնց է նշում եմ թե անով ինվեստորը։ Սա հով, նայ 8 թերթիկ են տալիք է։ 8 թերթիկ են տալի։ Մի հատ դնում ես սրա մեջ, այն 7 հատ կսում ես ընդ տեղ կա, զիբիլին բանի մեջ, ես դեմը ընդ տեղ կա։ ներսում է դի։ Այդ դե դիասիկի մեջ։ Ջոգի։ Առաջինը վեկանանսի սուպերտի։ Բլդուլսի մենակ։ Հա։ Ֆուր կդնես վրան։ Հա, քիշն եմ։ Ահա, հետ ֆուր կդնես վրան։ Հա, հետը քիշն եմ։ Ասա հետևից է ես եմ մտնելու, տենամել է թուղթ ընդդա տեսնել, լավ։ Բայլուս կներես գևս։ Տարմ դե ժողովրդին ասա որ մեկ։ Հարութի համարը չունեմ, էլ mən զանգի հարութին հելա վերև, ասա որ առաջին է։ Երևանի հարութին հրանտո եմ։ Հիմա զանգի հենց հիմա քանի տեղ չի ասա։ Սոստումա տեմա։ Այլ հելավ էլ որ իստում էլ ինչ անես, հելավ ընդ է։ Հելավ դուս, հա։ Հա, զանգի հիմա։ Արմինեն եմ։
Շտաբից։ Արմինե ջան, Լսի հələ բանը քեզի ասացիների ցույց տվել էին։ Ոնց է վիճակը։ Եկել են։ Լավ, մի հատ ես խնդրել եմ որ մեր աղջիկը մի հատ տեղեկություն հաղորդել ինձ։ Ինչի հետ կապված ասա մի հատ Մի հատ ինքը իրանց հետ կապի է, էլի ես այդպես կապի չեմ, մարդիկ կան որ ես չեմ էլ ճանաչում դեմքով դաժե։ Հա, ուղղակի պետք է զանգվի իմացի եկել եմ, թե չէ։ Մի հատ հետները կապի լինի, պլյուս մինուս անի զանգի ինձ, լավ։ Լավ, ասենք ովքեր որ չեն եղել, դու կարող ես, չէ՞, Մի հատ զանգեք, կազմակերպենք Սավտան։ Լավ։ Լսի, տատին տարակ հար։ Հա, Հարցավ գա։ Դու հետը օգնիր մտա, թե։ Չէ, մտա պարզներն ասի հետ եկել եմ, գնացին դե բացատրել էին իրան։ Չէ, դու ասես ես ուզում եմ մտեմ օգնեմ, տատս է։ Դու օրենքով գրանցվեր, մտներ օգներ։ Ընտրելա գիտի ինքը։ Հա, դե վեշ։ Մասնակցի զիբիլը մեկը դրին դե տվի։ Ընտրելու ձևի գիտես, չէ՞ ոնց ես ընտրում։ Փոխվել է, հիմա քեզի 8 հատ թուղթ են տալու 1 2 3 4 5 6 7 8։ Հա։ Այդ մեկը դնում ես այդ ծրարի մեջ, մի հատ էլ ծրար են տալու։ Մեկը դնում ես ծրարի մեջ, այն 2 3 4 5 6 7 8 շպրտում ես ընդ հետևը զիբիլ կա, զիբիլի մեջ։ Եվ այսպես Հայաստանն ու Իրանը նախատեսում են ռազմավարական գործակցության համապարփակ փաստաթուղթ ստորագրել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Թեհրան։ Իրանի դեսպանն է հայտարարել Երևանում Իրանի ազգային տոնի Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի նվիրված արարողության ժամանակ։ Դեսպանը 2025 թվականը Իրան-Հայաստան հարաբերությունների պատմության մեջ արդյունավետ ձեռքբերումներով լի տարի է համարել։ Հիշեցնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը, դեսպանն ասել է, որ Իրանն առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Իրանի 150 հազարանոց հայ համայնքն ու Իրանում տասնյակ հայկական կարևոր սրբավայրեր վկայում են երկրների անկախտելի կապի մասին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ շնորհավորելով տոնի առթիվ նշել է, որ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում ընդլայնելու եւ խորացնելու Իրանի հետ ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Անցած տարվա ընթացքում արձանագրվել են կարևոր ձեռքբերումներ, ինչպիսիք են համագործակցության վերաբերյալ 12 հուշագրերի ստորագրումը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի Երևան կատարած այցի ընթացքում, հանդիպումների, քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, պաշտպանական հարաբերությունների բարձր մակարդակով զարգացումը, միջազգային կազմակերպություններում եւ հարթակներում փոխադարձ աջակցությունը, անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի նոր փաստաթղթի մշակումը, համատեղ հիպատոսական հանձնաժողովի 13-րդ նիստի անցկացումը, Իրանական ընկերության կողմից Քաջարանի մեծ տունելի նախագծի մրցույթին հաղթող ճանաչվելը, 70 հոգանոց հայկական գործարար պատվիրակության ներկայությունը Իրանեքսպո 25 թվականի ցուցահանդեսում, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի պատրաստումը, որը հուսով ենք այն կստորագրվի ՀՀ վարչապետ մեծարգո պարոն Փաշինյանի 26 թվականի Թեհրան կատարվելիք այցի ընթացքում։ 2025 թվականի առաջին 11 ամիսների ընթացքում Իրանի եւ Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը չնայած չհաշված պաշտպանական ոլորտը հասել էր 698 միլիոն դոլարի եւ երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված 3 միլիարդ դոլարին հասնելու տեսլականը դեռ առջևում է։ Այսօր Իրանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները հասունացման փուլ են թևակողել եւ երկու երկրների ղեկավարների միջև փոխադարձ վստահությունն այդ հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության հիմնական կապիտալն է։ Մենք պլանավորում ենք հարաբերությունները ինստիտուցիոնացնել համապարփակ ռազմավարական գործընկերության շրջանակում, որպեսզի գործառնական ճանապարհային քարտեզի շրջանակում համագործակցության թե մասշտաբը, թե խորությունը լրջորեն ընդլայնվեն։ Հարգարժան հյուրեր, Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը եւ համոզված է, որ տարածաշրջանի համապարփակ զարգացման եւ կապերի խորացման նախապայմանը տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունն է։ Բացի այդ, մենք կարևորում ենք հաղորդակցությունների զարգացումը եւ ավաշրջափակումը տարածաշրջանի բոլոր երկրների տրանսպորտային եւ տարանցիկ հնարավորություններից օգտվելու շրջանակներում։ Հարավային Կովկասի տարածաշրջանում կա հսկայական տնտեսական ներուժ, որը փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունն ու սիներգիան
կարող են ծառայեցնել տարածաշրջանի ժողովուրդների զարգացմանն ու բարեկեցությանը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր ռազմավարությամբ ցանկանում է տեսնել ուժեղ, զարգացած եւ հարուստ Հայաստան։ Երկարատև ավանդույթի պատմական, քաղաքակրթական եւ մշակութային կապերի վրա հիմնված Իրանի եւ Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ունի աճի, զարգացման, առաջընթացի, ավելի մեծ փոխկապակցվածության եւ գործընկերության հստակ ուղի։ Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը կձգտի իր դերն ունենալ այս հուսադրող տեսլականի իրականացման ուղղությամբ պետական պաշտոնյաների հետ սերտ կապերի եւ համագործակցության գործում։ پاینده با دوستی ایران و ارمنستان. Կեցցե Իրանի եւ Հայաստանի բարեկամությունը։ خیلی متشکرم. Գոհնակությամբ պետք է ընդգծեմ, որ արկա քաղաքական երկխոսության եւ փոխշահավետ համագործակցության արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները օրեցօր զարգանում են ի նպաստ երկու բարեկամ երկրների ժողովուրդների բարօրության։ Բարձր են գնահատում Իրանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչած հայտարարությունները, ի սատարում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ սահմանների անկախտելիության, հատկապես այն շրջանում եւ տարածաշրջանային զարգացումների բերումով Հայաստանը իրապես ուներ նման աջակցության կարիք։ Հարգելի գործընկերներ, նախորդ տարվա կարևոր իրադարձություններից էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Հայաստան, որի շրջանակում երկրների ղեկավարները համատեղ հայտարարությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վճռականությունը։ Ցանկանում եմ հայտնել, որ Հայաստան-Իրան երկկողմ օրակարգային հարցերի քննարկման եւ համագործակցության զարգացման նոր հնարավորությունների բացահայտման համար կարևոր հարթակ է մեր երկրների միջև գործող միջկառավարական համատեղ հանձնաժողովը։ Օգտվելով առիթից, որպես հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, նշեմ, որ ուրախ կլինենք հանձնաժողովի հերթական նիստը այս տարի կազմակերպել Երևանում եւ հյուրընկալել Իրանի մեր գործընկերներին։ Նշեմ նաեւ, որ միջկառավարական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում համագործակցությունը Իրանի եւ Հայաստանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Կարևոր եմ համարում, որ մեր հարաբերությունների երկկողմ օրակարգ ընդգրկում է հարցերի լայն շրջանակ, սկսած տնտեսական համագործակցությունից մինչև տրանսպորտ, առողջապահություն, կրթություն, մշակույթ, շրջակա միջավայր եւ զբոսաշրջություն։ Ամփոփելով պետք է վերահաստատեմ, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ Վենսի այցից հետո ազդակներ կան Ռուսաստանից։ Արտգործնախարարության խոսնակն ասել է, որ Հայաստանն ազատ է գործակցելու ցանկացած գործընկերոջ հետ, սակայն ամերիկյան տեխնոլոգիաների ընտրությունը հարցեր է առաջացնում։ Մարիա Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանն ատոմային էներգիայի ոլորտում Երևանի հուսալի գործընկեր է եղել տասնամյակներ շարունակ, նպաստել է հայկական ատոմակայանի վերականգնմանն ու վերագործարկմանը։ Մոսկվայի օգնությամբ իրականացվել է Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու նախագիծ։ Համատեղ աշխատանք է տարվում ատոմակայանի կյանքը մինչև 2036-ը երկարաձգելու շուրջ։ Դիվանագետի խոսքով Ռուսաստանը միակ երկիրն է, որն արդեն շահագործում է փոքր հզորության մոդուլային ատոմակայաններ եւ Հայաստանին առաջարկել է փորձարկված լուծումներ, ցուցադրել տարբերակներ, որոնց միջոցով ատոմային էներգիան կպահպանի նշանակալի դերը հանրապետության էներգետիկ հաշվեկշռում, այդպիսով նպաստելով էներգետիկ ինքնիշխանությանը։ Պատրաստ կլինենք նաեւ մշակել արտոնյալ ֆինանսական մոդելներ, այդ մասին եւս բազմիցս ասվել է հայկական կողմին, ասել է Զախարովան, հավելելով, որ այս բոլոր առաջարկները մնում են սեղանին։ Պետական ստանդարտից դուրս Հայաստանի Հանրապետության օժներքի տարբերակներ միացնելը կարգելվի, ամփոփելով նախորդի որդներքի մասով կատարված աշխատանքները, կառավարության նիստում նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օժներքի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ եւ ինչ տարբերակներով պետք է հնչի այն եւ ինչ ստանդարտի կիրառմամբ։ Պարտադիր է պետական միջոցառումների ժամանակ օժներքի կենթանի կատարումը։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, ինչ վերաբերում է այլ կառույցներին, այդ դեպքում ստանդարտ է սահմանվում, որ պետք
պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում։ Դրանից դուրս օրհներքի տարբերակներ միացնելն արգելվում է։ Վարչապետը հավելել է, որ պետք է խնդրել նաև հանրային հեռուստաընկերությանը փոխել օրհներքի հնամաշ հոլովակը։ Ժաննա Անդրեասյանը պատասխանել է, որ հոլովակի մասով սցենարային առաջարկը կա եւ առաջիկայում այն կկիրառվի։ Խնդրենք հանրային հեռուստատեսությանը այդ հնամաշ հոլովակը ի վերջո պետքա փոխել։ Ինչքան կարելի է հասկանում եք 20 լավ չեմ հիշում, բայց ես ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է, այսինքն մեր բանը, մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունեն, 2 տարին մեկ թարմացնեն պետական օրհներքի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞։ Ասենք ոնց որ մենք ասենք, ենթադրենք 12 թվից, ասենք նույն շորերով ման գան։ Կանենք, մեկը սենց բան կա, կանենք, բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք հա դե լավ այլ ինչ ա եղել։ Մեկը ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել եւս ոչ էլ ոտի կանգնող կա։ Ինչ իմաստ ունի։ Սա վերաբերմունք է։ Այս վերաբերմունքը, բայց այդ մենք այս դրվագով ենք նայում։ Հետո այդ վերաբերմունքը արտահայտվում է անընդհատ տարբեր տեղերում, տարբեր առիթներով եւ այլն եւ այդպես շարունակ։ Պետք է դրված էր, չէ՞ խնդիր, որ պետք է հոլովակ նոր նկարահանենք։ Լուծել ենք այդ հարցը։ Այո, պարոն վարչապետ, նման խնդիր դրված է եւ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ հոլովակը արդեն, որտեղ սցենարային առաջարկը կա եւ այդ հոլովակը նաեւ հասանելի կլինի, պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել։ 2025 թվականին առաջին անգամ արտագաղթը փոխարինվել է ներգաղթով, վարչապետն է հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ 2026-ի հունվարին զբոսաշրջության բացարձակ ռեկորդ է գրանցվել բոլոր ժամանակների հունվար ամսվա համեմատությամբ։ 179,400 զբոսաշրջիկ հունվարին երբևէ չէր եղել Հայաստանում։ Նախորդ լավագույն ցուցանիշը եղել է 20,000-ով պակաս, իսկ անցած տարվա ցուցանիշը 40,000-ով ավելին, այսինքն այս հունվարին 29%-ով ավելի շատ զբոսաշրջիկ ենք ունեցել, քան նախորդ հունվարին, ասել է նախարարը։ Անկախությունից ի վեր անդադ խոսել ենք, եւ դա եղել է մեր մեծագույն խնդիրներից մեկը Հայաստանից արտագաղթի խնդրի մասին, եւ մեծ հաճույքով ենք արձանագրում, որ 2025 թվականը առաջին տարին է, երբ որ Հայաստանից մեկնած կամ ավելի ճիշտ Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը շուտ 8600-ով ավելին է, քան Հայաստանից մեկնած քաղաքացիների թիվը, այսինքն սա ըստ էության նշանակում է, որ 2025 թվականի արդյունքներով արտագաղթը փոխարինվել է ներգաղթով, բայց նաև այդտեղ մենք տեսնում ենք, բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, մենք տեսնում ենք նաև զբոսաշրջային հոսքերի շատ մեծ փոփոխություն, որովհետև 2025 թվականի արդյունքներով տարվա արդյունքներով այդ թվում օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը 23000-ով գերազանցել է նախորդող շրջանի բոլոր շրջանների, այսինքն ամենաշատ թվով մենք այցելուներն ենք ունեցել։ Ես կարծում եմ, որ դա տեսանելի էր նաև ամանորի տոնակատարությունների ժամանակ եւ էտել ենք մենք մտածում, որ արդեն մենք ամանորի տոնակատարությունները պետքա վերաբերվենք որպես զբոսաշրջային ապրանք, որովհետև կարծես թե գնալով ավելի է հետաքրքրում մեր օտարերկրյա զբոսաշրջիկներին Հայաստանի Հանրապետությունում ամանորի տոները անցկացնելը։ Իհարկե մենք ունենք նաև խնդիր, որ զբոսաշրջության հետ կապված մեր վիճակագրական մեթոդաբանությունները պետք է անընդհատ թարմացնենք, որպեսզի որ համոզվենք, որ ճիշտ ենք զբոսաշրջիկ, ճիշտ ենք անվանում, այսինքն զբոսաշրջիկ անվանում ենք նրանց, ովքեր հենց բառացիորեն զբոսաշրջիկ են։ Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուն գործարար Սամվել Կարապետյանն է, մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն է հայտարարել։ Մարզահամերգային համալիրում կայացել է Ուժեղ Հայաստան կուսակցության պաշտոնական շնորհանդեսը։ Կուսակցության նախագահը ևս Սամվել Կարապետյանն է։
Նախորդային վաղաշաբաթում ձերբակալված 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավն ու բացակայության արգելքը։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Հիշեցնեմ, խոսքը հաղթանակ դաշինքի անդամների եւ աջակիցների մասին է։ Նախորդային հաղթանակ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է 10-ից ավելի մարդ, այդ թվում ավականու անդամներ եւ դաշինքի աջակիցներ։ Ավելի ուշ հաղորդագրություն էր տարածել քննչական կոմիտեն, որտեղ նշված էր առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՏԻՄ ընտրությունների ընթացքում հաղթանակ դաշինքի ավականու ցուցակում ընդգրկված ՍԴ-ն, ՆՕ-ն եւ նույն դաշինքի աջակիցներ ԱԱ-ն եւ ՄՄ-ն նախնական համաձայնությամբ խմբի կազմում ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին, այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Կոմիտեն նաեւ ձայնագրություն էր հրապարակել։ Եվ այսպես Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստանում են։ Նրանք եկել են ցամաքային սահմանազատված հատվածով։ Այսօր եւ վաղը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում երկկողմ կլոր սեղան է անցկացվում։ Քննարկումների ընթացքում հայկական եւ ադրբեջանական քաղաքացիությունների ներկայացուցիչները կանրադառնան օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության խաղաղության օգուտների, հասարակությունների հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական գործակցության հեռանկարների, նաև փոխըմբռնման եւ վստահության ամրապնդման գործում քաղաքասարակության դերի վրա։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի հետ քննարկվել է, թե ինչպես կարելի է զարգացնել երկկողմ օրակարգը։ Լրագրողների հետ զրույցում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է հայտարարել, անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ փոխնախագահի Երևան այցի ժամանակ քննարկվել է Իրանի շուրջ զարգացումները։ Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ սահմանի հնարավոր բացման ժամկետներին, անվտանգության խորհրդի քարտուղարը ժամկետի մասին որևէ բան չի ասել։ Ժամկետի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Մենք ակնկալում ենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ունեցել ենք Թուրքիայի հետ, կիրականացնենք եւ շարունակում ենք քննարկել թուրքական կողմի հետ, որպեսզի այդ պայմանավորվածությունները իրականություն դարձնենք հնարավորինս շուտ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում այսօր մեկնարկել է 2026-ի խորհրդարանական ընտրություններում ընտրացուցակի ձևավորման առաջին փուլի փակ գաղտնի վարկանշային քվեարկությունը։ Քվեաթերթիկում ընդգրկված է 274 թեկնածու։ Առաջին 50 տեղը զբաղեցրած թեկնածուների մասնակցությամբ տեղի կունենա նաև երկրորդ փուլ։ Առաջին փուլի քվեարկությունը կտևի 3 օր, երկրորդ փուլի քվեարկությունը 2 օր։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ երբեք չեն եղել մի կուսակցություն, որտեղ մեկ անձը որոշում է, թե ով նախընտրական ցուցակի որտեղում պետք է լինի։ Փոխոսնակը նաև արձագանքել է ընդդիմադիրների հայտարարություններին, թե սա ժողովրդավարության իմիտացիա է։ Գիտեք հանրապետականների մոտ ոնց է օրինակ վարչություն ընտրվում։ Գալիս է, եթե չեմ սխալվում, էլի, բայց ինչքան գիտեմ, ճիշտ գիտեմ, գալիս են, որոշած են լինում արդեն, ովքեր պիտի լինեն վարչության անդամ։ Հերթով անունները կարդում են, ասում են, ովքեր են կողմ, բոլորը կամ մեծ մասը կողմ են քվեարկում ու վերջ վարչությունը հաստատվում է։ Այսինքն մի քանի հոգի որոշում են, թե իրանց վարչության անդամները ովքեր պետքա լինեն։ Ցուցակը ընդհանրապես չգիտեմ ոնց է կազմում, ենթադրում եմ, որ մեծարգո Սերժ Ազատի Սարգսյանն է կազմում կամ մի քանի մերձավորներով։ Հետևաբար մի քիչ աբսուրդ է, էլի, ինչով ենք մենք թոզ փչում, որ գալիս ամբողջ հանրապետության եւ ամբողջ աշխարհի դիմաց ընտրում ենք վարչություն։ Ընդ որում նկատեք, այն փաստը, որ մեր վարչության եւ ցուցակի ընտրությունները լայնորեն լուսաբանվում են մամուլում, դրանց մասին գրվում է, բոլորը հարցնում են, ահա, ինչպես այս մարդը հայտնվեց այստեղում եւ մյուս այստեղում, վկայում այն մասին, որ մենք իրապես արդար եւ մրցակցային ընտրություններ ունենք։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ Հայաստանում, քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն է հայտարարել լրագրողների հետ ճեպազրույցում։ Պատգամավորն ասել է, որ դա սահմանադրությամբ եւ օրենքով արգելված է։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ վարչապետի թեկնածու։ Ու դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, որտեղ ինչ որ դա Ուրեմն սահմանադրագետները լավը չեն։
Կներեք, ես այդ դետալների մեջ չեմ մտնելու, ես Արամ Վարդևանյանը չեմ, Արամ Վարդևանյանին էլ միլիոններ տալի, թող Արամ Վարդևանյանն էլ նստի իրանց բացատրի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու եւ չի կարող լինել վարչապետ Հայաստանի Հանրապետությունում։ Այլ պետությունում գուցեև կարող է, Հայաստանում չի կարող։ Ես էլ ասում, չի կարող նա լինել Հայաստանի Հանրապետությունում վարչապետի թեկնածու եւ վարչապետ, ինչպես ինքը չի կարող։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Վլադիմիր Սալավյովը չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում։ Պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի թեկնածու Հայաստանում, իսկ պարզ ամեն ինչ։ Այսինքն հնարավորին հատեկնացին չգրանցվում։ Ժողովուրդ, ֆիզիկապես անհնար է, որ նրա թեկնածությունը ինչ-որտեղ գրացվի, որովհետև դա սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված է, չի կարող այդ մարդը լինել թեկնածու, չի կարող լինել վարչապետ եւ վերջ։ Ինքը Կիրկորովը, Սալավյովը, Մադուրոն, Իլոն Մասկը ոչ մեկ նրանցից չի կարող լինել։ Սա ինձ պարզ բան եմ ասում։